Բարի օր, դուք դիտում եք Կիրակ Նուրիա հերթապամասը։ Այս թողարկման մեջ տեղգտած կարևոր իրադարձությունների մասին նախ համառոտ։ Ստորագրվեց կենսաչափական համակարգի ներդրման պետություն մասնավոր գործընկերության պայմանագիրը։ Տեղի է ունեցել կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, 3 ծառայողի նկատմամբ կիրառվել է ոստիկանությունից ազատում։ Ֆուտզալի առաջնությունում համառ պայքարի արդյունքում հաղթողի կոչումը նվաճեց ներքին գործերի նախարարության հավաքական թիմը։ Ստորագրվեց կենսաչափական համակարգի ներդրման պետություն մասնավոր գործընկերության պայմանագիրը։ Պայմանագրի կնքումը կարևոր քայլ է նաև Հայաստան-Եվրոպական միություն մուտքի վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում, քանի որ կենսունակ եւ մոդեռն կենսաչափական համակարգի առկայությունը գործընթացի պարտադիր պահանջ է։ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման գործընթացի իրականացման մրցույթում հաղթող է ճանաչվել Idemia ֆրանսիական կոնսորցիումը։ Ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Հարփինե Սարգսյանը եւ կոնսորցիումի կողմից հիմնադրված HiPass Փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Ռեջիս Բուշեն ստորագրել են անձը հաստատող փաստաթղթերի թողարկման եւ տրամադրման, անձը հաստատող փաստաթղթերի տրամադրելու համար օգտագործվող միջոցների շահագործման ու սպասարկման վերաբերյալ ՊՄԳ պայմանագիրը։ Պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակում։ HiPass ՓԲԸ-ն մինչև 2026 թվականի երկրորդ կիսամյակը կներդնի նոր ենթակառուցվածք կենսաչափական տվյալների հավաքագրման նոր լուծումներով, նոր աշխարհագրական ցանցով, ժամանակակից գրասենյակներով, որոնք վերազինված կլինեն ոլորտի միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ։ Նախատեսվում է նաև ծառայության գլխամասային գրասենյակի շենքային պայմանների, սերվերային տնտեսության եւ տպագրական սարքավորումների ստանդարտացում։ Ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ Հայաստանում այլ իրավական կարգավիճակ ունեցող անձանց կտրամադրվեն անվտանգ եւ բարձրորակ անձը հաստատող փաստաթղթեր, կսահմանվի անձնական տվյալների եւ անձի իրավական ինքնության պաշտպանության նոր շեմ։ Անձնագրային գործառույթների բաշխումը կազմակերպված է հետեւյալ տրամաբանությամբ՝ կարգավիճակի որոշում, անձի ինքնության հաստատումը, բնակչության պետական ռեգիստրի տնօրինումն ու վարումը շարունակելու է իրականացնել ներքին գործերի նախարարությունը միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության միջոցով, իսկ կենսաչափական տվյալների հավաքագրումը, փաստաթղթերի տպագրությունն ու մատակարարումը շահառուներին իրականացնելու է մասնավոր գործընկերը։ Պայմանագրի կնքումը կարևոր քայլ է նաև Հայաստան-ԵՄ մուտքի վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում, քանի որ կենսունակ եւ մոդեռն կենսաչափական համակարգի առկայությունը գործընթացի պարտադիր պահանջ է։ Ներքին գործերի նախարարությունը եւ Ասիական զարգացման բանկը շարունակում են համագործակցությունը աղետների ռիսկի կառավարման ոլորտում։ Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոչմանի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկման ընթացքում կարևորվել է ոլորտային ենթակառուցվածքների սեյսմակայունության բարելավման անհրաժեշտությունը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ապրիլի 25-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոչմանի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել Հայաստանում սեյսմիկ անվտանգության բարելավման եւ հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորման ռազմավարության մշակման ծրագրի շրջանակում կատարված ծավալուն աշխատանքները, կարևորելով աղետների ռիսկի կառավարման ոլորտում Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված սերտ համագործակցությունը։ Արմեն Մկրտչյանը նշել է, որ ծրագրի շրջանակում նախանշված ուղղություններն ու միջամտությունները համահունչ են ներքին գործերի նախարարության ռազմավարական առաջնահերթություններին, հատկապես աղետների ռիսկի կառավարման եւ հանրային անվտանգության ապահովման համատեքստում։ Քննարկման ընթացքում կարևորվել է ոլորտային ենթակառուցվածքների սեյսմակայունության բարելավման անհրաժեշտությունը, ինչի շրջանակում փոխնախարար Մկրտչյանն ընդգծել է շահագրգիռ գերատեսչությունների ակտիվ ներգրավվածությունն ու համագործակցությունը։ Արմեն Մկրտչյանը նաեւ անդրադարձել է աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությանը եւ աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին օրենքին։ Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոչմանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է, որ սեյսմիկ անվտանգության եւ աղետների ռիսկի կառավարման ոլորտը բանկի համար առաջնահերթություն է եւ հատկապես կարեւոր է, որ տարբեր պետական կառույցներ ակտիվորեն ներգրաված են գործընթացում, ցուցաբերելով պատասխանատվություն ոլորտի զարգացման ուղղությամբ։ Պատվիրակության անդամները ներկայացրել են կոնկրետ ուղղություններով իրականացված աշխատանքները, մասնավորապես անդրադառնալով առկա իրավիճակին եւ ռիսկի վերլուծությանը, ծրագրի հիմնական գործողություններին, ակնկալվող արդյունքներին։
Թրաֆիքինգի դեմ պայքարը ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է։ Այս համատեքստում փոխնախարար Արմեն Ղազարյանը ընդունել է մոնիտորինգային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի պատվիրակությանը։ Համատեղ քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք թիրախային հարցեր։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 18-ին ընդունել է մոնիտորինգային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկայ էին ներքին գործերի նախարարության, ինչպես նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության, միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության դերակատարումը մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներում։ Փոխնախարարը նշել է, որ այս հանցատեսակի դեմ արդյունավետ պայքարը նախարարության օրակարգում է սահմանային կառավարման եւ կանխարգելման քաղաքականության շրջանակում։ Արմեն Ղազարյանը կարևորել է միջգերատեսչական համագործակցությունը հասարակության անվտանգության ապահովման տեսանկյունից, առանձնացնելով միգրացիոն, ոստիկանական եւ սահմանապահ առաքելություն իրականացնող մարմինների վարած միասնական քաղաքականությունն ու համատեղ նախաձեռնությունները։ Ներկայացվել են թրաֆիքինգի դեմ պայքարում նախարարության գործուն քայլերը, ինչպես նաեւ այդ ուղղությամբ ոստիկանության եւ միգրացիայի ու քաղաքացիության ծառայության գործունեության մասին վիճակագրական տվյալներ։ Անդրադարձ է կատարվել մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ հարցերով խորհրդի աշխատանքների եւ 2023-ից 2025 թվականների ազգային գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին։ Համատեղ քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք թիրախային հարցեր։ Պատվիրակության այցի շրջանակում հանդիպումները տարբեր պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ շահագրգիռ կառույցների հետ շարունակվում են։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Ոստիկանության 3 ծառայողի նկատմամբ կիրառվել է ոստիկանությունից ազատում, իսկ 2 ծառայողի նկատմամբ խիստ նկատողություն։ Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը։ Ապրիլի 18-ին տեղի է ունեցել ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիտորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաեւ ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին եւ քննարկվեցին ոստիկանության 5 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովը փաստական հանգամանքները վերլուծելուց հետո որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց ոստիկանության 3 ծառայողի նկատմամբ կիրառել ոստիկանությունից ազատում, իսկ 2 ծառայողի նկատմամբ խիստ նկատողություն կարգապահական տույժը։ Աղետների ռիսկի նվազեցումը գերակա խնդիր կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվել են աղետների ռիսկերի նվազեցմանը, արտակարգ իրավիճակների կանխարգելման ու դրանց հետևանքների արդյունավետ վերացման ուղիները։ Ապրիլի 23-ին ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել օպերատիվ աշխատանքային խումբ ստեղծելու եւ աշխատակարգը հաստատելու մասին միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահել է փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։ Մասնակցել են շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներ։ Կամո Ցուցուլյանը նախ շնորհակալություն է հայտնել ներկաներին սերտ համագործակցության համար, ընդգծելով միջգերատեսչական ձևաչափով պարբերական հանդիպումների կարևորությունը։ Փրկարար ծառայության տնօրեն անդրադարձել է աշխատանքային խմբի գործունեության առանցքային նպատակներին, ներկայացնելով աղետների ռիսկերի նվազեցմանը, արտակարգ իրավիճակների կանխարգելման ու դրանց հետևանքների արդյունավետ վերացման ուղիները։ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը ներկայացրել է 2024 թվականին հանրապետության սողանքային վտանգավոր 7 տեղամասերում կատարված աշխատանքները։ Փրկարարական ծառայության գնդապետը օրակարգային հարցերի շրջանակներում հանգամանորեն անդրադարձել է մի շարք մարզերում կատարված ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններին ու դրանց արդյունքներին, նշելով,
նշելով, որ ուսումնասիրությունները մեծապես նպաստել են կանխարգելիչ եւ հակասողանքային միջոցառումների ծրագրավորմանը եւ արդյունավետ իրագործմանը։ Ներկաների ուշադրությունը հրավիրվել է առկա ռիսկերի համակողմանի վերլուծության, ինչպես նաեւ իրականացվող գործողությունների ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների, տեխնիկական բարդությունների վրա։ Այս համատեքստում կարևորել է միջգերատեսչական մակարդակում սերտ համագործակցությունը առկա խնդիրներին համատեղ ու համակարգված լուծում տալու նպատակով։ Ընդգծել է, որ չնայած առկա մարտահրավերներին ձեռնարկվելիք միջոցառումները նպատակ ունեն ապահովել բնակչության անվտանգությունն ու ենթակառուցվածքների անխափան շահագործումը, ինչը կնպաստի բնական աղետների ռիսկերի առավել արդյունավետ կառավարմանը, վտանգների չեզոքացմանն ու հնարավոր հետևանքների նվազեցմանը։ Նիստի ընթացքում միջգերատեսչական աշխատանքի խմբի անդամները ներկայացրել են իրենց գերատեսչությունների կողմից իրականացված ծրագրերը, համակողմանի անդրադառնալով առկա խնդիրներին եւ առաջարկելով առարկայական լուծումներ միջոցառումների արդյունավետ իրականացման համար։ Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի առնչությամբ մասնակիցների առաջարկած լուծումները դարձել են ընդհանուր քննարկման առարկա, հիմնված նրանց մասնագիտական վերլուծությունների, ոլորտային առանձնահատկությունների եւ կառուցողական համագործակցության վրա։ Ամփոփելով նիստը, Կամո Ցուցիլյանը շեշտել է, որ աղետների ռիսկի արդյունավետ կառավարումը պահանջում է հետևողական մոտեցում, որը հիմնված է օպերատիվ արձագանքման, հստակ կոորդինացման եւ շարունակական աշխատանքի վրա, նպատակ ունենալով հնարավոր վտանգներին արագ դիմագրավել եւ դրանց հաղթահարման համար արդյունավետ կարողություններ ձևավորել։ 2024 թվականի լավագույն փրկարար վարորդը կյանքի դժվարություններից չի վախենում, վստահել լավ գործը երբեք անպատասխան չի մնա։ Իսկ թե ինչպիսի պատասխանի է սպասում 2024 թվականի լավագույն հրշեջ փրկարար վարորդ Վահե Ղազարյանը, պարզել է իմ գործընկեր Հայկ Մագոյանը։ Կյանքի դժվար իրավիճակներում մարդուն օգնելն առաքինություն է։ Փրկարարի առաքելությունը փրկելն է, ասել է թե օգնության կարիք ունեցողին ձեռք մեկնելը։ Թերևս հենց հասարակությանն օգտակար լինելու ցանկությունն էր, որ Վահե Ղազարյանին տարավ փրկարար ծառայություն։ Թեև ընտանիքում դեմ էին, բայց ինքը չնահանջեց։ Սկզբից դեմ էին, չէին ուզում, ճիշտն ասած։ Մանավանդ հայրս չէր ուզում, որ ես մտնեմ այս գործին։ Ասում էր ամեն օր գնալու ես, ինչ ես տենալու։ Ինչ ես անելու, դա ասեմ, պապ, ես սիրում եմ այս աշխատանքը, չգիտեմ, ուզում եմ գնամ։ Ու սենց հիմա իրանք են համոզվել, որ ճիշտ է եմ ասում։ Վահե Սիսյանի Բռնակոտ գյուղից է, մասնագիտությամբ ֆինանսիստ է, բայց թվերի հետ ջուրը միառվով չի գնում։ Ինչպես ինքն է ասում, հրշեջ փրկարար վարորդի ծառայությունն իր սրտով է։ Իմ աշխատանքը հենց ինձ հերիք է, որ մարդիկ շնորհակալություն են հայտնում, ես սիրում եմ իմ աշխատանքը։ Սյունիքի մարզային փրկարար վարչության հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար փոխգնդապետ Գարիկ Հովսեփյանն ասում է, որ սերժանտ Ղազարյանը բարեխիղճ ծառայող է։ Միայն վարորդի պարտականությունները կատարելով չի բավարարվում, կանչի ժամանակ փորձում է ամեն կերպ օգտակար լինել ծառայակիցներին։ Չգիտեմ իր հերթափոխի հետ կապված ա եղել թե ոնց միշտ դժվարին եւ լուրջ դեպքերի մասնակցություն ունեցել։ Ու բազմիցս ցուցաբերել է բարձր ակտիվություն եւ փրկարարական աշխատանքներում եւ որպես վարորդ։ Փոխգնդապետ Հովսեփյանն հիշում է, թե ինչպես անցյալ տարի սերժանտ Ղազարյանը ձնաբեկի ժամանակ առանց տրտնջալու ամբողջ գիշեր մնաց դեպքի վայրում, օգնելով ձնաբեկի մեջ հայտնված մարդկանց։ Առատյան եւ ձնաբեկի պատճառով մեծ խցանում էր առաջացել Գորհայք Զանգեր հատվածում։ Վահեն օրվա վարորդներից մեկն է եղել, որ անմիջապես շարժիչը գործի է գցել մեքենայի եւ մեկնել դեպքի վայր։ Մի ամբողջ գիշեր կատարել է իր աշխատանքը բարեխիղճ ձևով։ Տղաներին օգնում եմ, չեմ թողում էլի մենակ մնամ, որ ես իմ համար ես կայնեմ, նայեմ թե տեսնեմ տղաները ոնց են տանջվում։ Ղազարյանն ասում է, որ կանչի ազդանշանը լսելուն պես մոռանում է ամեն ինչ։ Մտքին միայն մի բան է՝ անձնակազմին արագ ու անվտանգ հասցնել տեղ եւ օգնել իր կարիքն ունեցողներին։ Եվ ահա ծառայության նկատմամբ այսպիսի պատրաստակամության եւ բարեխիղճ մոտեցման շնորհիվ էլ սերժանտ Վահե Ղազարյանը ճանաչվել է Փրկարար ջոկատի 2024 թվականի լավագույն փրկարար վարորդը։ Լավագույնն է ճանաչվել այն առումով, որ միշտ բարեխիղճ մոտեցում է ունեցել հրշեջ տեխնիկային, տեղզինվածությանը, շատ է մասնակցել դեպքերի։ Նրա խոսքով 2024 թվականի լավագույն փրկարար վարորդ ճանաչվելը պարտավորեցնող է։ Ուրախ է, որ ծնողները եւս համոզվել են, որ ճիշտ ընտրություն է կատարել։ Ուրախացել էին ամեն ձև, չէին հավատում, ճիշտ ասած ինպես։ Հետո որ գնացի արդեն Երևան ու վերցրեցին պատվոգիրս, այդ ժամանակ արդեն հավատացի։ Էլ ավելի դրական դինամիկա է առաջացել իր մոտ,
էլ ավելի շահագրգռվածություն եւ մնացած վարորդների մոտ էլ։ 2024 թվականի լավագույն փրկարար վարորդը կյանքի դժվարություններից չի վախենում։ Վստահ է, լավ գործը երբեք անպատասխան չի մնա, բումերանգի էֆեկտով հետ կգա։ Ասում է գոհ է կյանքից, բայց կատարյալ երջանիկ կլինի, երբ որդի ունենա։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզաների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնաբերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Առաջարկվող տեսանյութում իրավիճակները սիմուլացվել են հաշվի առնելով իրական աշխատանքի հնարավոր բարդությունները։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողները կատարելագործել են տակտիկական հմտությունները միջազգային փորձի միջոցով։ Այն ինչ տեսնում եք ձեր էկրաններին հատուկ օպերացիա չէ։ Սա քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների պատրաստվածության ամփոփիչ ցուցադրությունն է առավելագույնս մոտեցված իրական պայմաններին։ Իրավիճակները սիմուլացվել են հաշվի առնելով իրական աշխատանքի հնարավոր բարդությունները։ Ամեն շարժում, ամեն արձագանք հաշվարկված է։ Ամեն վայրկյանն էլ կարող է որոշիչ լինել, ինչպես իրական կյանքում։ Ծառայողների պատրաստվածության մակարդակը ստուգվում ու կատարելագործվում է այսպիսի իրական պայմաններում, որի համար Հայաստան էր ժամանել Միացյալ Նահանգների Լաս Վեգասի քաղաքային ոստիկանական վարչության հակահաբեկչական գործողությունների բազմաֆունկցիոնալ կարողությունների կազմակերպչական զարգացման բյուրոյի սպա ազգությամբ հայ Լազար Սիրոյանը։ Նա Հայաստան էր եկել կիսվելու իր երկարամյա փորձով եւ գիտելիքներով, ներկայացնելով զինված հանցագործությունների վնասազերծման լավագույն մեթոդները, ինչպես ավտոտրանսպորտային միջոցներում, այնպես էլ շենքշինություններում։ Դասընթացների շրջանակում ընդգրկվել էին նաև տակտիկական բժշկության եւ կրակային պատրաստականության տարրերը։ Աշխատանքի հիմքում դրված են կոնցեպտներ եւ պրինցիպներ, որ անկախ դրանից թե միջավայրը որն է, այդ կոնցեպտները, պրինցիպները աշխատում են եւ ինչը հնարավորություն տալիս ավելի պարզեցված ձևով, ավելի կոնտրոլով, ավելի ապահով կերպով կատարեն իրենց աշխատանքը։ Լազար Սիրոյանն ավելի քան համոզված է, որ փորձի նմանօրինակ փոխանակումները կարևոր դեր ունեն մասնագիտական կարողությունների զարգացման գործում, ընդգծելով, որ միջազգային լավագույն փորձի փոխանցումը նպաստում է ներքին անվտանգության համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Սա ոչ միայն հմտությունների, այլև հոգեբանական տեսանկյունից պատրաստվածության մի նոր փորձառություն է, որ անփոխարինելի է ծառայողների պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու գործում։ Որպես հրահանգիչ հանդիպել եմ շատ անգամ նամանավանդ շատ փորձ ունեցող ուրիշ ոստիկանական ստորաբաժանումներին, որ բավականին դժվար է լինում կոտրել այդ սառույցը, որ նոր ինչ-որ բան սովորեցնեն։ Տենց խոսքը ասում են մեր ստրուկտուրայում երկու բան չեն սիրում ոստիկանները, այն ինչ-որ կա ու փոփոխությունները։ Բայց միանշանակ երկու պարագայում էլ փոփոխությունները կարևոր են, որովհետև դինամիկա կա զարգացման, թե նոր միջոցներ են ձեռնարկում հանցագործները, ընդհանուր ոլորտը փոխվում է, մենք էլ հնարավորինս պետք է ադապտացվենք այդ ոլորտին։ Ավելի քան 10 օր տևած ցուցադրական գործնական պարապմունքին օպերատիվ արձագանքման վարչության ծառայողները կրկին ապացուցեցին, որ իրական նվիրվածությունը չի չափվում միայն տեխնիկական միջոցներով, երբ իրավիճակն է պահանջում, նրանք գործի են անցնում վճռականությամբ ու պրոֆեսիոնալիզմով, որը գերազանցում է նույնիսկ ամենաբարձր սպասելիքները։ Նրանք լուծում են խնդիրներ այնտեղ, որտեղ թվում է գործի դնելու միջոցներ պարզապես չկան։ Ճշգրիտ հաշվարկ, համարձակություն եւ համագործակցման բացառիկ կարողություններ։ Սրանք օպերատիվ արձագանքման վարչության քրեական ոստիկանների
աշխատողների համար իրենց առջև դրված խնդիրները լուծելու համահավաք բանաձևն է։ Այս բանաձևը Լազար Սիրոյանն իր հետ կտանի Միացյալ Նահանգներ, որպես հրահանգիչ կիրառելու նաև Միացյալ Նահանգներում։ Եթե որպես հրահանգիչ ես սովորեցնելու ընթացքում ոչ մի բան չեմ սովորել, ուրեմն իմ արած աշխատանքը վատնված է, անիմաստ է։ Այս պարագայում կարող եմ ասել միանշանակ տղաներից սովորել եմ, տեսել եմ եւ ընկալել եմ թիմային աշխատանքը, տեսել եմ նոր բաներ, որոնք որ իրանք իրենց միջավայրում անում են եւ շատ էֆեկտիվ է, եւ փորձել ենք այդ նոր հնարքները հնարավորինս ադապտացնենք այն միջավայրին, որտեղ տղաներն են աշխատում։ Ոչ մի բան սև ու սպիտակ չի լինում։ Միանշանակ դա շատ հետաքրքիր մի փորձ էր, որը ես այստեղից ինձ հետ կվերցնեմ ու կփորձեմ նաև իմ հրահանգիչի աշխատանքի մեջ նաև կիրառեմ Միացյալ Նահանգներում։ Լինել օպերատիվ արձագանքման վարչության ծառայող նշանակում է գերազանց տիրապետել մարտավարական հնարքներին, ունենալ առանձնահատուկ հատկանիշներ։ Օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների պատրաստվածության մակարդակը գնահատել գերազանց բառով չափազանց համեստ կլինի։ Նրանք արդեն անցել են այդ սահմանը։ Նրանք ապացուցեցին, որ իսկական պրոֆեսիոնալիզմը սկիզբ է առնում ոչ թե այն պահից, երբ ամեն բան ձեռքի տակ է, այլ այն պահից, երբ նույնիսկ սուղ պայմաններում գործում ես հստակ, վստահ եւ արդյունավետ։ Բարձր պրոֆեսիոնալիզմը սկսվում է կրթությամբ ու փորձով, իսկ այսօրվա արդյունքները դրա լավագույն վկայությունն են, ինչի կապակցությամբ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պարգևատրեց Լազար Սիրոյանին ոստիկանության ծառայողների տակտիկական պատրաստականության բարձրացմանը ցուցաբերած գործուն աջակցության եւ մասնագիտական ներդրման համար։ Այս պարգևատրումը ոչ միայն շնորհակալության ժեստ էր, այլ նաև հստակ ուղերձ։ Ներքին գործերի նախարարությունը բաց է համագործակցության համար եւ պատրաստ կիրառելու ամենաարդյունավետ միջազգային փորձը հանուն հայրենիքի անվտանգության։ Իսկ անցնող շաբաթվա քրեական նորություններին առաջարկում եմ ծանոթանալ մեկ տեսաշարով։ 2025 թվականի ապրիլի 18-ին քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ թմրամիջոցների ձեռքբերման եւ իրացման վերաբերյալ։ Ըստ ստացված տեղեկությունների Երեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում բնակվող 54-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերել մեծ քանակությամբ թմրամիջոց, որի մի մասը պահում է Երեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գործող մետաղի ջարդոնի ընդունման կետում, իսկ մի մասը Արարատի մարզի Երաս բնակավայրում պատրաստվում է 100,000 դրամով իրացնել աշտարակցի եւ երևանցի երկու տղամարդու։ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած տվյալներն հաջող իրացնելու նպատակով համագործակցեցին ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչության աշխատակիցների, Արարատի մարզային վարչության քրեական ոստիկանների, Արարատի բաժնի համայնքային ոստիկանների եւ մարզը սպասարկող բարեկների հետ։ Համագործակցված եւ փոխլրացնող միջոցառումների արդյունքում նույն օրը Արարատի մարզի Արմաշ բնակավայրում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին աշտարակի բնակիչ 57-ամյա տղամարդը եւ մայրաքաղաքում բնակվող 55-ամյա տղամարդը, որոնք ըստ տվյալների Երեգնաձորցուց 100,000 դրամով թմրամիջոց էին գնել։ Նույն օրը Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում հայտնաբերեցինք եւ ձերբակալեցինք Երեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում բնակվող 54-ամյա տղամարդուն։ Նրա բջջային հեռախոսի պատյանի տակից հայտնաբերեցինք մետամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, իսկ ավտոմեքենայից մակարով տեսակի ատրճանակ։ Նրան պատկանող Երեգնաձորի Երևանյան խճուղում գործող մետաղի ջարդոնի ընդունման կետում հայտնաբերվել է մոտ 6 կիլոգրամ 250 գրամ մարիխուանա 9 փաթեթով։ Երեգնաձորցի տղամարդուց թմրամիջոց ձեռք բերելու կասկածանքով ձերբակալված երևանցու ավտոմեքենայում հայտնաբերվել է ընդհանուր 21 գրամ քաշով մարիխուանայի փաթեթ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի հատկանիշներով։ Երեգնաձորցի 54-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ արտադրական մի կոոպերատիվի իրավասու անձինք 2024 թվականի ապրիլից մինչ օրս խախտելով ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները Արագածոտնի մարզում իրականացրել են խարամի ավազի արդյունահանում։ Պարզվել է, որ կոոպերատիվն ունի աշտարակի հրաբխային խարամների հանքավայրի 2.7 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, սակայն հարակից շուրջ 11 հեկտար մակերեսի վրա
արդյունը հանել է մոտ 13700 խորանարդ մետր խարամի ավազ եւ տեսակավորման կետից այն իրացրել շուրջ 41 միլիոն դրամով, պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով։ Հանգամանքները նախաքննության պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։ 2025 թվականի ֆուտզալի առաջնությունում համառ պայքարի արդյունքում հաղթողի կոչումը նվաճեց ներքին գործերի նախարարության հավաքական թիմը 5-3 հաշվով հաղթելով գլխավոր դատախազության հավաքական թիմին։ Երրորդ մրցանակային տեղը գրավեց քննչական կոմիտեի հավաքական թիմը։ Առաջնության նպատակն էր իրավապահ կառույցների միջև ձևավորել մարզական առողջ փոխհարաբերություններ։ Ապրիլի 22-ին Դինամո մարզադահլիճում կայացել է ներքին գործերի նախարարություն գլխավոր դատախազություն ֆուտզալի եզրափակիչ հանդիպումը, որին ներկա էին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության ղեկավար կազմը։ Համառ պայքարի արդյունքում հաղթողի կոչումը նվաճեց ներքին գործերի նախարարության հավաքական թիմը 5-3 հաշվով հաղթելով գլխավոր դատախազության հավաքական թիմին։ Ֆուտզալի առաջնությունում երրորդ մրցանակային տեղը գրավեց քննչական կոմիտեի հավաքական թիմը։ Ավարտին տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Ներքին գործերի նախարարության հավաքական թիմին եւ մարզիչ պաշտոնաթող գնդապետ Գագիկ Վարդանյանին մեդալներով ու դիպլոմներով պարգևատրեց Արփինե Սարգսյանը։ Մրցանակային տեղեր զբաղեցրած հավաքական թիմերն ու անհատական խաղով աչքի ընկած մասնակիցները եւս արժանացան համապատասխան պարգևների։ Պարգևները հանձնեցին ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը եւ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը։ Հանդիսավոր միջոցառման ավարտին ելույթ ունեցավ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, շնորհավորելով բոլորին եւ ընդգծելով, որ հաղթեց ընկերությունն ու իրավապահ կառույցների մարզական ընկերության մշակույթ ձևավորելու պատրաստակամությունը։ Նշենք, որ ոստիկանության օրվան նվիրված Դինամո մարզական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 8-ին մեկնարկել էր իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնությունը, որին մասնակցում էին ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի, գլխավոր դատախազության, արդարադատության նախարարության, պետական վերահսկողական ծառայության եւ պետական եկամուտների կոմիտեի հավաքական թիմերը։ Առաջնության նպատակն էր իրավապահ կառույցների միջև ձևավորել մարզական առողջ հարաբերություններ։ Շնորհավորում ենք մեր գործընկերներին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության եւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հավաքական թիմերին, պատվավոր երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցնելու արդիվ եւ շնորհակալություն ենք հայտնում իրավապահ մյուս գործընկեր կառույցներին ակտիվ համագործակցության համար։ Շաբաթվա կարևորները այսքանն էին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հաջողություն։